Սերի հետևորդներ ջան, բարևներ, վայ կոմից, առավոտ ուղիղ 9:10-ա, Չարենց հավանից, շատ բարձր տրամադրությունով ու չուզենալով եկել ենք հասել ռայկոմ, այստեղից ուզում եմ գնամ մի անգամից կոմիտաս, մի հատ ծաղկե փունջ առնեմ ու կարողանանք հասցնենք Ալեքսի պարապմունքից չուշանանք սիրելի հետևորդներս իմ հաշվարկով տեսնենք ոնց կստացվի կանգառը մարդաշատ է, առավոտ շուտ է, ցենայի որ ին պլանավորա չամին հասնենք սենյակ։ Ահա սիրելի հետևորդներ ջան, տեսնենք ինչ ծաղիկներ եմ ընտրում, ստեղից էլ մի անգամից 24-ը կնստեմ ու կգնամ։ Այն ինչ կա։ Հա, ահա։ Սպասի նայենք։ Այստեղին բապերի փունջն է այդ կինը։ Դեղին բապերը հատը Դե 7000 նկատեցի, դրա համար թե 700։ Երկրի բապերը 1000 դրամ Հա։ Իսկ փնջային ինչ ունեք։ Ինչպես։ Փնջային ինչ ունեք։ Փնջայինները սրանք են։ 6000-ը 5000 Բարձր ունեք բոյով։ 60 սանտիմ։ 60-ից բարձրը չունեք։ Լավ է, սա կող կնայեմ։ Մի քիչ լոքով համենալով։ Արև։ Փնջային, ինչ ունեք։ Սենց կողքին է։ Սա մի քիչ բոյով։ Բոյով։ Հա։ Բոյովներից սրանք։ Լավ, չանքատեց։ Ինչքան է իրանց բարձրությունը։ Բոյով եք ուզում։ Հա, ահա։ Սիրելի հետևորդներս եկել ենք հասել այս մեր ճամփեն, լայնց սիրուն արև ա դուս եկել ու մի անգամից աչքս ընկավ, որ այ Երևանի ես եմ էլի սիրում, հենա կանաչը դուս ա եկել, գրառումներում կարդացի, կարոտել ենք, չէ, կանաչին մի տեսակ, ես եմ կանաչի գույնին, տարածվելուն, երանգին, ամեն ինչին կարոտել եմ, գարուն եմ ուզում, ուրեմն այսօր վերջին անգամն է, որ այս ճանապարհը մաշում ենք, գնում ենք, գալիս ենք, նորից ենք գնում, նորից ենք գալիս, ինչևէ, Աստծուն փառք,
Էս էլ բրծանք։ Հիմա առաջանանք արագի մեջ 5 րոպե ժամանակ ունենք, էլ սենյակ էլ չենք մտնում, մի անգամից գնանք մեր գործերով ու այն ծառի վրա բուն կա հենա, դեն ասին չի բունա, ինչեր մեծ բունա, չգիտեմ, նավիքսետ չէ, տեսա խցիկը, առաջ գնանք, այ սենց կանաչը, Այս հենց կանաչը լրիվ դուս ա եկել, այն որ ուրախացա։ Չզանգեցիք է հետո, խոսեցիք բժշկուին ասեց չի։ Չէ, ահա շելի հետևորդներ ջան, դեմքով ձեզ ֆայլից ասա, ահա մեկալ արի, չես ուրախում արի, կոֆե դնենք, Ես էլ կոֆե հետ կոֆե խմենք, ինձ է կոֆե գտնում։ մի րոպե, հա, անպայման, եկեք, բարև ձեզ, գնանք կոֆե խմենք, ինձ ալոտ աղջիկ ունեմ, հա, այսօր էլ ամեն գնում ենք, բամացից, Բրծակ, դուք հա Հալը բանը կա։ Մինչև քանիսն եք ստեղ։ Ամսի 11-ին մինչև ստեղ։ Ձեզ համբերություն։ Որ արդեն հոգնում է։ Էդ մուսում երեխեն ուրախ ացել իրար պես ուրախ եմ։ Կա տենց բան, ճիշտ եք նկատում, կա տենց բան։ Տատիկա թողնիկի հետ եկել։ Կոֆակունեմ, մի ծանոտ լավ, իրար հետ կոֆակունեմ, հետո հետո կգամ կոֆեի հետևից։ Սիրելի հետևորդներ ջան, կամացից, հավաքվում եմ, այստեղ կոֆես եմ դրել, կավեպի, տեղան, ինձ իսատ, տուներնա, իմ հետևից, ուզում եմ հնարավոր իմոց մակրատվնեմ, որ ոչինչ չմնա։ Որովհետև դիտեցնում եմ, որ այսպես ասած ես որ մի տեղ եմ գնում, իմ ծանպես եմ էլի վերաբերվում ու չեմ ուզում, որ թափրտած ու կեղտոտ մնամ աղբներ հենատոպրակով դրել եմ, ծեղանին ավելորդ բաներ կա հավաքում եմ, գնալուց առաջ կտանեմ աղբիկը գցեմ ու կգնամ։ Հիմա մի լավ աղջիկ կար, ինձ ծանոթ, իր հետ կոֆե խմեցինք,
մի հատ էլ հնի խմեմ, ստեղ այսենց խառատուշ վիճակա, երեկ ես ոչ մի ձևի հետ չհասցրի, որ իմ գործը արած ելնեմ, այս դեպքում վեշերս հավաքեմ, որովհետև հետևորդները բանա այն որ ասում պահը բռնեցրի ու հասա չարեն ցավան, իրոք այդ դեպքն էր, շատ ճիշտ ժամանակին եկա, ես խիատ լացել, տենում եմ որ լացել է, որովհետև այսօր արդեն ալային վիրահատում են, Աստված ջան թող բոլոր հիվանդներն առողջանան, բոլորը լավ լինեն, շատ բաներում փորձել եմ օգնեմ, օգտակար լինեմ, որովհետև ելի հետևորդներ ջան, կյանքը ինչ ամենում մարդ որ անի, մի լավ բան ու որ ասեմ իմ համար տարբերություն չկա, եթե անկեղծ մի պուճուր կա, ինչ իմ հարազատ աղբերը, ինչ ասենք ամուսնու կողմից ցանկացած բարեկամ, բայց որ հարգանքը կա, ուզում ես որ փոխադարձել լինի, մի կողմանի ոչինչ դե չի լինում, Փառք Աստծո, իրանք էլ իրանց տանն են ինձ տեղ տալիս, ըստեղ մնաց այս կոֆեից բաժակը դնեմ, այս իմ բաները Ալայանց տանն է մնալու, որ էլ հետս չտանեմ, չբերեմ, այն թավես դեն կգցեմ, տոպրակի մեջ էտեր դրած, ընդեղ սաղ իմ թազա հագուստներն է, հրեն տոպրակների մեջ դրած, մեկ ուզում էի Ալեքսը քանի մազերը կտրած բան սիրուն հագներ, հետո չէ, ճիշտ է, ինչ-որ ավանդական սենց նախասիրությունների հետևից չեմ ընկնեմ, բայց թե վերջ էլի, թող ամեն ինչ ճիշտ ունով ընթանա, վայ ես ինչ բարձր եմ խոսում, ու լավ լինի, հիմա Ալան արդեն հիվանդանոցն է, նախապատրաստել են, ժամը հստակ գիտենք, կգնանք, այն որ ասում է դուխովնի պատյերշկա կանենք, էտա ծնկների խնդիր ունի, ծնկան իմպլանտ են դնելու, եթե ես ճիշտ եմ հասկացել, ծնկահոդում իմպլանտ են դնելու ու Աստծուն փառք, որ վերջը թեկուզ ուշ, բայց մարդուն հետևում են, իր ընտանիքի անդամները սիրում հարգում գնահատում են ու ուզում են, որ թե իր աղջիկը, թե տղեն, վերջը էլի տան բոլոր անդամներն էլ ուզում են, որ մարդը առողջ, Ալան ասում է բժշկին հարցրի, ասի, բայց բանա, այսքանից հետո ես կարալու եմ, ուղիղ քայլեմ, ասելա իհարկե, ոնց ասեմ, խնդիրը երկու ոտի մեջ է, երկու ծնկահոդի մեջ է, դե գիտեք տարիքի հետ ոսկորները մաշվում են, դեֆորմացվում են, խտությունը պակասում է, իմ բժշկուհին էլ ինձ դա շատ ասում ու մարդը կանգնում է նման խնդրի առաջ սիրելի հետևորդներ ջան, ասեմ, որ մազերս շատ դուրս եկավ, հլա որ թե հետո ինչ կլինի չգիտեմ, բայց այս ձևով շատ սիրուն դուրս եկավ ու շնորհակալություն ասենք կես կատակով, կես լրջով այս սենյակին, միտեղ բախտս բերեց, որ դեմը շաբաթ կիրակյա կվիրահատեն, կմնա հիվանդանոցը, ես էլ իրանց տանը, որովհետև հասկանում եք ինչ եմ ուզում ասեմ, չեմ էլ ուզում բարձրաձայնեմ, որովհետև իմաստը որն է, հասկացողը հասկանում է, չհասկացողն էլ ինչ ուզում է, ոնց ուզում է, իրա ձևով է հասկանում, մի խոսքով։ Ես նախընտրել եմ, որ այս տարբերակում իրանց կողքին լինեմ, որովհետև մարդու առողջությունից թանկ բան, ոչ մի բան չկա այս աշխարհում։ Ես մի քիչ շատ ուշ, բայց այդքանը հասցրել եմ հասկանամ։ Ինչ շատ գրեցիք նախկին վիդեոյիս ֆորմատի մասին, դա iPhone 17-ի հնարավորություններից մեկն է, փաստորեն ձեզ դուր չեկավ, մազերի կտրվածքն էլ այդ
ֆորմատով նկարահանած, ուզեմ չուզեմ կտեղադրեմ, հետո արդեն սենց սովորականի նման կնկարահանեմ, սիրելի հետևորդներ ջան, կարևորը ոնց են ասում, հոգով սրտով Աստված ջան, կարոտել եմ իմ տունը, իմ դուռը, իմ քաղաքը, իմ ծննդավայրը, միգուցե վերջելի տարբեր մարդիկ տարբեր ձևով են ընկալում ու բայց ես հո գիտեմ իմ ներսում ինչ ա կատարվում, ինչի եմ ես տեղ, ինչի եմ ես ընդեղ, ես էլ կուզեի շատ շատերի նման իմ տանն ապրեի բնականon ձևով, ամուսինս գնար գործի գար, իմ երեխային դասի գնար գար, բայց կյանքա այս ձևով ա ինձ մատուցվել, էլի Աստծուն փառք, չեմ դժգոհում, չեմ նվնվում, չեմ լացում, Աստծուն փառք, որ էլի այս վիճակին ենք, փառք Աստծու, պետքա նայել առաջ, պետքա մի դրական, մի լավ բան գտնել ու գնալ առաջ, սիրելի հետևորդներ ջան, իմ նկարահանման ֆորմատն է սա, ես ոնց ասեմ, հողագործությունով չեմ զբաղվում, ցավոք սրտի իմ ոտքերը ցավում ան, ովքեր որ ինչա շուտվանից ճանաչել են, գիտեն, որ սիրել եմ հողագործություն, իմ տան երկու հայաթը մեծանել ենք, մի կողմը կես տարած են, մի կողմը ես, ինքը դաժե չէր էլ ուզում, որ ես հողի հետ գործ ունենամ, բայց ես ասում էի, որ ես սիրում եմ, թող ինչքան կարամ, այնքան անեմ, ինքը փորը մեր մարգերը գծում տալիս ինձ մի խոսքով, ասում էր դե գոնե այսքանն ա քո անելիքը, բայց տարիներ հետո այդ առողջությունս քայքայվեց, մի խոսքով հասա այս վիճակի, էլի Աստծուն փառք, կարում եմ քայլեմ, գնամ, սենց, իմ նկարահանման ձևը է սա, ես չգիտես թե ինչեր չեմ կարա անեմ, ոնց ասեմ, մեկ-մեկ նայում եմ Գոհարի էջում, գրում եք, որ քու համաքաղաքացին, են Գոհարն ա սիրելի հետևորդներ, իմ շատ սիրելի, ես եմ, ամեն մարդ տարբեր ձևով ա նկարահանում և եթե վերջի վերջո ասելիք ունեք, իմ էջում ասեք, դուխով, հավեսով, ռիսկով, իրար հետ քննարկենք, հասկանանք ու հլտենանք, այդ ինչ, սենց ոնց ասեմ, ինչն ա ձեր հարցի բաց թողումը մնում, որ գնում եք ու քննարկում, հանգրվանում մի այլ էջում, իսկ ինչ վերաբերվում ա YouTube հարթակը մեծ ա, on-line հարթակը մեծ ա, բոլորս էլ եկեք անենք, ով ոնց գիտի, ով ոնց կարում ա, YouTube հարթակը այն հարթակն ա, որտեղ դու քո աշխատավարձը ինքդ ես վաստակում, ով ինչ ձևով կաշխատի, այն ձևով էլ կվարձատրվի, այդպիսի հարթակա բաց ա ի դեպ, պայմանները հասանելի ա բոլորի համար, ասմա լավ որ փնտրես կգտնես, դուք էլ խորհուրդ եմ տալիս, փնտրեք, գտեք, վաստակեք ձեր գումարը ու ձեր մի հոգսը թեթևացրեք ու թեթև ապրեք, այդքան բան, թե չէ ինչ կմնամ, այս կոֆեն բոլորս էլ խմում ենք, հացը բոլորս էլ ուտում ենք, մեկը ֆիզարյատկա ցույց կտա, մյուսը խմոր ցույց կտա, ոնց ասեմ, մեկը հողագործություն կանի, մյուսը այգեգործություն կանի, այն մյուսը թռչնաբուծությունը իրա ցույց կտա, հա, երեք Քրիստինայի հետ մի հատ էջ էինք նայում, պապի տատիներ էին, անլուր, անձեն, լուր ու մունջ, իրանց գործը անում էին, այդ ֆորմատն էլ ինձ շատ դուր եկավ, հետաքրքիր ա նայվում, իրանց գործողություններն ընքան սիրուն էին ձևակերպել, այն որ քեֆներս բերեց, Քրիստինեն ինձ ցույց տվեց, ասում եմ Նյութելանայի ինչ հավես ա չէ, այս ձև ֆորմատը, ասում եմ հա, մի ուրիշ ֆորմատ էլ ցույց տվեց, մնագածետնի մամայի Արորյան, այն աղջիկն էլ էր հավեսով աշխատում, մի խոսքով հարթակը մեծ ա, այդ էլ խոսակցությունը ինչից բացվեց, ասում եմ քիզ հեճում ես հետևում, սենց ցույց տվեց, ասում եմ այ քիզ, ստեղ ցեն չկա, ասում դու փորձի 3 րոպե իրանց հետևա, դրանից այն կողմ չես հասկանում իրանց վլոգը ոնց բրծավ, հետաքրքիր ֆորմատ էր, գործողության ֆորմատ էր ու մեկ էլ չգիտեմ, շատ ոգևորված, շատ ոգեշնչված,
շատ ուրախ սրտով ես եկել եմ հասել իմ կացարան, իմ սենյակ, Աստծուն փառք, որ էլ Երևանում ունենք այս սենյակը, շնորհակալ եմ բոլորին, շնորհակալ եմ վերջը բոլոր նրանց, ովքեր սատար են կանգնում մեզ, մի քիչ թևու թիգունք տալիս, որ չվհատվենք ու չհուսահատվենք, հուսահատությունը լավ բան չի, սիրելի հետևորդներ ջան, ինչ վերաբերվում է Քրիստինեն, ամեն անգամ իրանց տուն գնալով Սևակին եմ իրիկունն ասում, Սևակն եկավ երեխեքի համար սուշի էր բերել, էտա վլոգում տեսած կլնեք, իրանց տանն էլ են սիրում, դուք մեկ ասի, ես ըսկի խաբարել չեմ եղել, Ալեքսն ու Քրիստինեն, որ խոսալուց են եղել, Քրիստինեն ասելա դու հենց գազ Չարենց հավան, ես քեզ սուշի եմ պատիվ տալու, սուշիի վրա տեսանք, որ բերել էր Սևակը սուշի ձենից, լոկոններս ինչ լավնա չէ, ինչքան փոխել է ինձ, սուշի ձենից էր բերել, հավանեցին կերան, ես էլ հավանեցի, Ֆիլադելֆիան շատ լավն էր, մեկ հաստատ կուտեմ, ու ես Սևակն էլ որ եկավ, կոֆե ենք ուզում խմենք, Քրիստինեն ասավ, Դևար Սահարդարի հետ պայմանավորված էր, ասավ Անյուտ ջան, գոնե մի կոֆե խմի, նոր ասի չէ, ես չեմ սիրում, որ ուշանամ, ասավ չես ուշանա, հանգիստ նստի, տես քեզ ինձ ձևի կոֆե եմ պատիվ տալիս, ես պայտակ մտածել եմ իմ մեծ միքսերներից, հա, վայ, ասեցի կոֆեի ապարատ ունեք, ամեն անգամ դուք ինձ մի լավ բանով համ զարմացնում եք, համ էլ ջիջիլ գցում, Ալեքս, Զանգը ինգա քերակինին ասա մամաս նկարում է, շուտ, զանգը մա ինձ, ինգա քերակինին, հա, էտա, սիրելի հետևորդներ ջան, էտ պահին էտ կոֆեն չստացվեց, որ էպի, Քրիստինեն ասավ նորա, սրա վարպետը դեռ Սևակնա, հա, էտա, սիրելի հետևորդներ ջան, եկավ Սևակը, լավ ընտանիք են, իրանք երիտասարդ ընտանիք են, բայց իմ համար վառօրինակ են, կարելի ասած իմ երազած ընտանիքի իդեալն են իրանք, ընտանիք, որ միշտ մեկը լրացրել է մյուսին, առանց իրար մի րոպե չեն ապրում, չգիտեմ, շնչում են, ապրում են իրար համար, իրանք յուրահատուկ ընտանիք են, ու դա ընչի ես փորձեցի նկարահանեմ, նկարահանած շատ բաներ ունեմ, ուղղակի Քրիստինեն ասավ, այն պուճուր աղջիկը ջութակի էր գնում նոր, սեպտեմբերից, 3-4, 5-րդ ամիսն ա մտել, երեխեն ոգևորված նվագեց բան, ես էլ նկարահանեցի, առանց հետին մտքի, առանց ոչ մի բանի, մենք են տեսակ մարդիկ ենք, որ եթե ուզում ենք իրար ուղղություն տանք կամ սաստենք, մի անգամից իրար ասում ենք, առանց մտածելու, որ նեղացրինք, ասավ Անյուտ, ասավ, իրիշոկի նվագածի չգցես, ասի ինչի քիչ ջան, ասմա դե նորա, երեխեն ասմա հետո կլսի իրան դուր չի գա, չեմ ուզում ինքնագնահատականի իջնի, ու ինչքան դուրս եկավ, Իրինային տալիս է և ասեղնագործության, և ջութակի, ու տեսակ ինչքան ոսկեծամիկ, յուրահատուկ բալայա մեր Իրինան, շատ լավ բալայա, իրան ծնված օրից ես ասել եմ թագուհի, ինքը իրոք իմ համար այդ թագուհու կերպարն է, Մարկոսին գնում է ֆուտբոլի, գիթառա նվագում, ինքնուս, Մարկոսի հետ էլ նկարահանում ունեցանք, բայց էլի ասավ նորա, երեխեն նորա այդ քայլերն անում, ավելի խորացած է ֆուտբոլի մեջ, Միքայելն էլ, Քրիստինեն ասում է, երբ որ 7 վերք եկեղեցու նկարել, ես ցնցվել էի, ես մտածել եմ, իրանք կերպարվեստի ժամին են նկարել, ու նույն ձևով մտածել է Քրիստինեն, այդ եկեղեցին 7 վերքներ, սիրելի հետևորդներ ջան, եթե գտաք, բայց գրառումները ոչ մեկը էլ չէի գտել, երևի մինչև վերջ վլոգը չեք էլ նայել, Քրիստինեն ասում է, երբ որ երեխեն գնացել էր էքսկուրսիա դասարանով, եկավ ու այս նկարը բերեց, ասում է, ես սենց ցնցվեցի էլի, ասի, վայ, Միք ջան, այս ինչ լավ եք նկարել, դասատուն ահա գծել, որ դուք նկարեք, ոնց անում են դե կերպարվեստի ժամին, ասելա չէ մամա, ես ինքս եմ նկարել, այդ եկեղեցին որ տեսա, ճանապարհից սկսած տպավորվեց իմ մեջ, ու երեխեն
ունի տաղանդ, փաստորեն բնածին տաղանդ, շատ խոսացինք Քրիստինայի հետ, ասում եմ պատկերացնում ես այս նկարը հայտնվի կտավի վրա կամ ինչ-որ վերջելի իր արժանավայել տեղը գտնի, ասում եմ ապրես դու, որ այսքան լավ մամա ես ու դեռ պուճուրը ծգնումա չէ, որ աղջկեքով քչփչում ես բան, ինքն ասում էր ես սիրում եմ շատ երեխեքը, դե մենք մեր տատին էլ ենք տեսել, որ ինքը շատ երեխեք ունի, բերի մենք թորներով շատ ենք, մի խոսքով ինձ միշտ ասում էր Անյուտ, ես սիրում եմ շատ երեխեքը եւ այո, մարդիկ կան ուղակի հազար ներողություն, որ ես սենց բան եմ ասում, Աստված ջան, բայց ուղակի չեն հասցնում, որ զբաղվեն, բայց ես ինչի տենց ցույց տվեցի ու Քրիստինեն իհարկե դեմ չէր, ես իմ չափը գիտեմ, ես գիտեմ ինչ նկարեմ, ոնց նկարեմ, որ հանկարծ իրան չնեղացնեմ, այն Սեմը 2 տարեկանը նոր ա լրացել, դեկտեմբերին ա լրացել, տեսեք 2 տարեկան երեխան գիտեր, որ տուն մտնողի դեմը պետքա դամաշնիկ դնի, դամաշնիկի տեղը գիտեր ու Քրիստինեն ասավ, դա հյուրերինն ա էլի, ու ասավ, ու երեխան դրեց ու ծապ տվեց իրան, այսինքն դա գալիս ա, որ այն մարդը սիրով իրանց մոտ պլանավորած է այդ երեխեքի ծնունդը այդ ընտանիքում համալրումը իրանց մոտ ոչ թե ուղղակի համալրումը, այլև պլանավորած համալրումը, ինչից որ ես շատ ոգևորվում եմ ու երբ որ ես Իրինային ասի, Իրինա ջան, դար իմ աղջիկը, այնքան դուրս եկա, որ ասում է, բա իմ մաման բա իմ ապագա քուրիկը, մի խոսքով սիրելի հետևորդներ ջան, ես այն որ սենց խիղճս թեթևացած եկել եմ հասել իմ սենյակ, այսա հավաքվում եմ էտա, բոլոր պարապունքները հասցրեցինք ու ասում եմ Աստված ջան, շնորհակալ եմ քեզ, ինչ լավ է բարեկամներ ունենալը, ինչ լավ է այդ շփումը սենց թելով ձգած պինդ պահելը, ես ինձ այնքան վատ էի զգում, որ չէր ելնում, այս ակլներ մի տարի չէր ելնում ու մենք նեղացկոտ չենք, ամառը որ եկանք, ասիքիս գիտես չի ստացվելու, որ ես գամ, ասավ Անյուտ ջան, ոնց նախ իրանք երեխեքը ճամբարել էին, ասավ ճիշտն ասած մեզ էլ էս պահը հարմար չի, բայց հետո եկան մեր տուն, գիտեք, տեսել եք, շփվել են, շփվում ենք, շփվելու ենք Աստծուն փառք, բարեկամություն իս թանկ բան իմ համար մեկ էլ բարեկամությունն է ու հիմա հերթը հասնենք Ալեքսին երեխեքը ամեն երեխան յուրով է ծնվում չէ այս աշխարհում ես էլ եմ երազել նորից եմ ասում որ իմ երեխան լավ սովորի ամենալավ պարապմունքներն ունենա վերջը էլի ամենալավ բուհը հետագայում սովորի, բայց իմ երեխու ճակատագիրը մի քիչ ուրիշ է, իր նախասիրությունները մի քիչ ուրիշ է, իր այդ որ գալիս ենք այս մարզումներին եւ այլն, ես չեմ կարող ոչ իրան ֆուտբոլի տամ, ոչ սպորտի տամ, այդ մարզումների հետ կապված, պահը կգա այդ էլ ալնելու ու հլա որ իր ուժեղ կողմը ես գտել եմ երգը, ենել այս ընթացքում ձենը փոխվում է, Քրիստինեն էլ ասավ ինչ լավ կոշտացել է ձենը, նույնը մեր ընկեր Գայանեն ասավ, մտածում եմ դեռ կտեսնենք ինչ կլինի իմ հետագա պլանները, այո էլի երգի մեջ է, այդ տենց մի սինթեզա դրել մենք առնենք ու ոնց Քրիստինեսը անհատի տվել ու պարապել ու Միքայելոնի այդ արդյունքը Աստծու օգնությունով ու ողորմությունով մենք էլ ենք էլի ունենալու այդ արդյունքը սիրելի հետևորդներ ջան հիմա էլ չբլբլամ ինչքան ուզում եմ քիչ խոսամ մի տեսակ խոսակցությունը երկար ընթացքա վերունամ Փեշերս արագի մեջ հավաքեմ ու մի հատ հասկանամ տրանսպորտով եմ գնում թե տաքսով եմ գնում որ չմոռանանք, որ տանելու եմ վեշերս թողամ, մի հատ հասկանամ ընդեղ ճաշեփեմ, չեփեմ, ինչ անեմ, չանեմ ու ուղիղ դեպի հիվանդանոց, այնպես որ ժամանակը գնում է գնացի
տեսնեմ որտեղ ենք հանդիպելու։ Ստենցան, որ հասնենք ես տեղը կոնկրետ գիտեմ, էլի։ Տեղը ճիշտ նշեք, որ ինձ սխալ տեղից զակաս չտա, էլի։ Սխալ տեղից։ Ուզում եք զանգեք։ Էսա ճիշտ է, լավ, էսա ճիշտ է։ Ուրեմն իրերս այնքան շատ էին։ Որ տրանսպորտով գնալը անհնար է, անհնար։ Տաքսի եմ կանչել։ Գնանք մի հատ հասնենք 4-րդ մասից։ Իրերս ցած դնեմ ու մերոնք արդեն լրիվ հիվանդանոց են։ Գնամ դեպի հիվանդանոց։ Գնացինք։ Շնորհակալություն այս թաղամասին։ Գնանք դայշ։ Այս մի անգամ էլ պատվով դիսել կանգանում ինչից։ Նրանց մնացած է։ Մի հատ խնդրում եմ, դուք իմ իրեն նայել։ Հələ։ Այս հասանք, արդեն ստե, սանգենք ռինատատը բացի։ Ու հենց այս վլոգով էլ պակա-պակա ասենք։